Նրանց, ովքեր հետևում են մեզ Armenpress լրատվական գործակալության մամուլի կենտրոնում, այսօր հյուրընկալել ենք կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանին, բարև ձեզ Տիկին Ղազարյան, շնորհակալություն, որ այստեղ եք։ Մենք այսօր խոսելու ենք Հայաստանում ներդրվող ինստիտուտների մասին, մասնավորապես հետադարձ հիփոթեքի եւ ամուսնու բացառիկ սեփականության իրավունքի ինստիտուտների մասին։ Եթե հարցեր մնան նաեւ այլ թեմաների կանդրադառնանք, վերջին օրերին ազգային ժողովում մի քանի հետաքրքիր հանրությանը հետաքրքրող թեմաների եւս անդրադարձ է կատարվել։ Խնդրեմ Տիկին Ղազարյան, երևի սկսենք հետադարձ հիփոթեքի ինստիտուտից, ընդհանուր առմամբ կխնդրեմ ներկայացնեք ինչ այն իրենից ենթադրում եւ ինչ կտա շահառուներին։ Նախ բարև ձեզ, շատ շնորհակալ եմ ինձ այսօր այս տաղավարում հյուրընկալելու համար եւ հնարավորություն ընձեռելու համար այս հետաքրքիր նախագիծը բացահայտելու մեր քաղաքացիներին։ Ճիշտ է, մենք ունենք քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին նախագիծ, որը երկու ինստիտուտ է ներդնում՝ հետադարձ հիփոթեք եւ ամուսնու բացառիկ սեփականության իրավունք։ Ինչ են սրանք իրենցից ներկայացնում։ Սկսեմ հետադարձ հիփոթեկից։ Հետադարձ հիփոթեկը վարկային նոր պայմանագրի տեսակ է, որը ունի կոնկրետ հստակ սուբյեկտային շրջանակ եւ հստակ կարգավորումներ օրենսդրությամբ նախատեսված, որոնք ընդունվելու պարագայում կլինեն հետեւյալը։ Կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիները, եթե կունենան սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի նշանակության շինություն, դա կլինի բնակարան, բնակելի տուն, ամառանոց եւ այլն, եւ ցանկություն կունենան ստանալու վարկավորում, եւ այդ վարկավորումը պետք է տրամադրվի բանկի կամ վարկային կազմակերպության կողմից, կկարողանան իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքը գրավադրել ի ապահովումն իրենց մոտ առաջացող կուտակվող պարտավորությունների բանկի դիմաց եւ կենթանության օրոք պարբերական վճարումներ ստանալ բանկից կամ վարկային կազմակերպությունից, որոնք մարելու պարտավորություն կենթանության օրոք չեն ունենա։ Այսինքն հենց տերմինը հետադարձ հիփոթեկը ինքնին մի փոքր բացահայտում է հենց այս կոնցեպտի էությունը, եթե գործող կարգավորումներով, օրինակ վարկային պայմանագիր կնքելիս եւ որևիցե գույք գրավադրելիս քաղաքացին յուրաքանչյուր ամիս պարտավորվում է որոշակի վճարումներ կատարել բանկին, դա կլինի տոկոսների մարումը, դա կլինի մայր գումարի մարումը, ապա այս դեպքում ամբողջ պարտավորությունները սկսելու են, այսպես ասած, մարվել միայն քաղաքացու մահից հետո։ Ինչ վերաբերում է ամուսնու բացառիկ սեփականության իրավունքին, մենք գիտենք, որ ամուսինների ձեռք բերված գույքը նրանց ամուսնության ընթացքում համարվում է վերջիններիս ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը, անկախ այն հանգամանքից, թե կոնկրետ ով է դա ձեռք բերել կամ ում անունն է նշված, օրինակ սեփականության վկայականում, դա ամրագրված է օրենքով։ Սակայն եթե ամուսիններից մեկը մահանում է, իսկ մյուսը ողջ է մնում, ապա ժառանգությունը բացվում է հետևյալ տրամաբանության ներքո։ Գույքի 50%-ը, որպես համատեղ սեփականության իրավունք, պատկանում է ողջ մնացած ամուսնուն, իսկ մյուս 50%-ը, արդեն եթե կան այլ ժառանգներ, օրինակ զավակներ, կարող են լինել, չգիտեմ, քույրեր, եղբայրներ եւ այլն, նայած ըստ ընտանիքի կարգավիճակի, այդ 50%-ը բաշխվում է կրկին կնոջ եւ մնացած ժառանգների միջեւ։ Եվ գործնականում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ այդ գույքը տնօրինել է, այսինքն փաստացի այդ գույքի ճակատագիրը որոշել է, դառնում է խնդրահարույց։ Օրինակ, մեկը ուզում է վաճառել, մյուսը չի ուզում վաճառել, մեկը ուզում է շարունակել բնակվել իր կենսապայմանները չփոխել, մյուսը ոչ։ Եվ մենք ամրագրել ենք, որ եթե ամուսինները ցանկություն ունենան, սա եւս պարտադիր պահանջ չէ, կարող են դիմել կադաստրի կոմիտե եւ տալ այդ անշարժ գույքին այս բացառիկ ամուսնու սեփականության իրավունքի կարգավիճակը, ինչը կնշանակի, որ եթե ամուսիններից մեկը մահանում է, գույքը մինչև մյուս ամուսնու մահը ամբողջությամբ անցնում է ի սեփականություն ողջ մնացած ամուսնուն։ Եվ նոր վերջինիս մահից հետո այդ գույքը, անշարժ գույքի մասն է խոսքը, կարող է ներգրավել ժառանգության զանգվածի մեջ եւ բացվել այն նույն տրամաբանությամբ, իշ տրամաբանությամբ, որ օրենքը սահմանում էր։ Շատ լավ։ Երբ այս նախագիծը քննարկվում էր, հիմնական մտահոգություններն այն էին, որ թոշակառուները ռիսկի գործընթացում կարող են կորցնել իրենց բնակարանները, ինչ մենք կմանրամասնենք մյուս փուլերը, կխնդրեմ ընդգծենք, որ սա ցանկության դեպքում է, այսինքն հնարավորությունը պետությունը տալիս է, բայց թոշակառուն ինքն է որոշում, օգտվի թե ոչ։ Այո, միանշանակ սա հնարավորություն է, այսինքն մենք սեփականություն ունեցող քաղաքացիներին տալիս ենք եւս մեկ հնարավորություն, ընտրություն, եթե կա նման ցանկություն, դառնալ
պայմանագրի կողմ կնքել հետադարձ հիփոթեքի վարկային պայմանագիր եւ գրավադրել իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքը։ Գլոբալ, եթե ավելի պատկերավոր փորձեմ ներկայացնել ինչի մասին է նախագիծը եւ ինչ հնարավորություն է տալու մեր քաղաքացիներին, սա լինելու է լրացուցիչ եկամուտի աղբյուր, բարբերական վճարումների տեսքով, ստաբիլ վճարումների տեսքով, քաղաքացին չի կորցնելու իր բնակության վայրը, այսինքն այսօրվա գործող կարգավորումներով, եթե անձը ուզում է իր անշարժ գույքը վերածել եկամտի դրամայնացնել, ապա նա ունի մի քանի տարբերակ, որոնցից բոլորը նշանակում է, որ քաղաքացին այդ վայրում այլևս չի բնակվելու։ Այսինքն դա կամ վաճառքն է, կամ վարձակալության հանձնելն է։ Մենք ստեղծում ենք նոր ինստիտուտ, որը հնարավորություն է տալիս ոչ միայն դրամայնացնելու անշարժ գույքը որպես կապիտալ օգտագործելու, այլ նաև շարունակելու պահպանել այն կենսապայմանները, այն բնակության վայրը, որ քաղաքացին ունեցել է իր ամբողջ կյանքի ընթացքում։ Այսինքն քաղաքացին շարունակելու է իր տանը կամ իր բնակարանում բնակվել, այդ ընթացքում բանկը չի կարողանալու տնօրինել կամ գույքի հետ կապված որևէ գործարք իրականացնել եւ որոշակի ամեն ամիս որոշակի գումար բանկի կողմից քաղաքացին ստանալու է մինչեւ իր մահը։ Այո, միանշանակ, այսինքն քանի դեռ քաղաքացին ողջ է, բանկը որևիցե իրավունք տնօրինելու գույքի նկատմամբ ձեռք չի բերում եւ չի կարող ձեռք բերել եւ դա հստակ ամրագրված է նաեւ նախագծով, որ պայմանագրային հարաբերությունները արդեն ավարտվում են եւ սկսվում է բանկի հանդեպ պարտավորությունների մարման փուլը միայն քաղաքացու մահից հետո կամ եթե քաղաքացին օրինակ ցանկություն ունի իր կենթանության օրոք այն պարտավորությունները, որ ստանձնել է թեկուզ կարճ ժամանակահատվածում, մարելու, վճարելու եւ գրավի իրավունքը, բանկի գրավի իրավունքը դադարեցնելու, նա եւս զրկված չի դա անել։ Այսինքն եթե պրակտիկորեն փորձենք հասկանալ, ենթադրենք տարեց քաղաքացին նման պայմանագրի կողմ է հանդիսանում, իր զավակը, թոռը կամ ինքը հենց հնարավորություն ունի այդ պահին այլևս ցանկություն չունի պայմանագրային հարաբերությունները շարունակելու, կարող է վճարումները կատարել այնքան ամսվա կամ այնքան տարվա համար, որ բանկը վճարել է իրեն եւ դադարեցնել այդ հարաբերությունները, ինչից հետո կվերադառնանք այն նույն զրոյական վիճակին, ինչը որ մինչեւ հետադարձ հիփոթեքի պայմանագրի կնքումներ։ Շատ լավ։ Քաղաքացուն հնարավոր ռիսկերից պաշտպանելու համար ինչ հիմքեր են լինելու սահմանված, որպեսզի բանակցային process-ում չտուժի։ Գիտենք, որ բանկերը շատ հաճախ կարողանում են այսպես աճպարարություն անել եւ մարդկանց աչքից վրիպում են կարևոր դրույթները։ Ինձ հետաքրքիր է այսպես միասնական պայմանագրի ձև, ինչ որ մի դրույթներ, որ պարտադիր են լինելու պայմանագրերով, որպեսզի քաղաքացին պաշտպանված լինելու են։ Հաշվի առնելով, այո, սուբյեկտային կազմում տարեց քաղաքացիների որոշակի ռիսկանության բլոկը, նախագծով մի քանի պարտադիր նախապայման է ամրագրված, որոնք պետք է պարտադիր պահպանվեն։ Առաջինը դա նախքան պայմանագիրը կնքելը 10 օր առաջ բանկը կամ վարկային կազմակերպությունը պետք է իրականացնի մանրամասն խորհրդատվություն, ներկայացնի թե ինչ հետևանքներ, թե փաստական, թե իրավական հետևանքներ են առաջանալու քաղաքացու համար այդ պայմանագիրը կնքելիս, որը պետք է նաև հավաստվի քաղաքացու կողմից գրավոր առանձին հայտարարությամբ, որ ինքը իրեն բացատրել են, խորհրդատվությունը տրամադրել են եւ ինքը հասկացել է։ Հաջորդը վերաբերում է տոկոսների հաշվարկին, այս պահին նախագծում ամրագրված է, որ տոկոսը չի կարող լինել ավելին, քան տվյալ տարվա ընթացքում բնակարանային հիփոթեկային վարկերի տոկոսադրույքը, այսինքն պետք է լինի նվազագույնը, որը որ տվյալ տարվա ընթացքում բանկերը առաջարկում են։ Մյուս կարևոր նախապայմանը գույքի շուկայական արժեքի գնահատության ֆիլտրի պարտադիր առկայությունն է, այսինքն բնականաբար, երբ բանկը որոշում է վարկավորել քաղաքացուն եւ ի ապահովումն այդ պարտավորությունների գրավադրվում է գույք, պետք է հասկանալ, թե ինչ շուկայական արժեքի անշարժ գույքի մասին է խոսքը, որից էլ որ արդեն կբխի, թե օրինակ բանկը ինչ չափի գումար կտրամադրի քաղաքացուն։ Եվ պարտադիր պետք է ենթարկվի գնահատման, շուկայական արժեքը պետք է որոշվի գնահատվի եւ այդ գնահատման հաշվետվությունները պետք է պարտադիր ուսումնասիրվեն կադաստրի կոմիտեի ստեղծած մասնագիտական հանձնաժողովի կողմից, որոնք ըստ էության իրականացնում են այդ հաշվետվությունների ուսումնասիրություններ եւ եթե կան որոշակի խնդիրներ, կլինեն դրանք մեթոդական, թե օրինակ արժեքի վրա ազդող որոշակի խախտումներ, դրանք կարձանագրվեն եւ քաղաքացին ավելի պաշտպանված կլինի, քանի որ դա այս պայծրությամբ 7 հոգանոց մասնագիտական հանձնաժողով է, որոնցից 5 անդամները դրանք հենց որակավորված անձինք են, մասնագիտական գործունեություն իրականացնող անձինք են, այսինքն այս նախապայմաններն ու վավերապայմանները պետք է պարտադիր պահպանվեն։ Նաև նշեմ, որ
սահմանվում է պարտադիր ապահովագրություն բանկերի համար, որպեսզի քաղաքացին եւս մեկ շերտ պաշտպանություն ունենա, օրինակ ավելի երկար է ապրում, քան բանկը հաշվարկել էր ենթադրենք, եւ որպեսզի այս բացասական հետևանքը քաղաքացին իր վրա չկրի, նախագծով ամրագրված է, որ բանկը իր որոշակի ռիսկերը պետք է պարտադիր ապահովագրության ենթարկի, որպեսզի պայմանագրային հարաբերությունները որոշակի փուլում որոշակի հանգամանքներից ելնելով չխզվեն։ Հիմա եկեք մի գործնական օրինակով ներկայացնենք, հա, անձը թոշակառու է, ունի բնակարան, գնահատել են տունը, օրինակ 100,000 ԱՄՆ դոլար է հաշվարկվել։ Բանկը ինչպես է այդ գործընթացը կազմակերպում, թե ազատ ենք թողում շուկային որոշակի նշաձողեր սահմանելով, ոնց է եւ քաղաքացին միջին օրինակ ինչքան գումար պիտի ամսական ստանա։ Իրականում դրանք արդեն թողնված են պայմանագրային հարաբերություններին, որովհետև ամեն դեպքում խոսքը քաղաքացիական ինստիտուտի մասին է, ինչը նշանակում է երկու կողմերի ազատ կամ արտահայտություն եւ բանակցելու հնարավորություն։ Ըստ էության բանկը նման բանկային պրոդուկտ ունենալու պարագայում քաղաքացին եթե ցանկանում է այդ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնել բանկի հետ, արդեն կսկսվի բանակցային process-ը, կգնահատվի, կախված կլինի մի շարք հանգամանքներից։ Օրինակ, քաղաքացին քանի տարեկան է, այսինքն կգնահատվի որքան ժամանակ կապրի, հետևաբար ինչքան գումար հնարավոր կլինի տրամադրել գրավադրված գույքի դիմաց, կգնահատվի բնականաբար թե ինչ գույքի մասին է խոսքը, ինչ անշարժ գույք է եւ այլն, հետևաբար այս մասով նախագիծը կարգավորումներ չունի եւ որպես այդպիսին քաղաքացիական օրենսգիրքը հակված չի նման պարտադիր պահանջներ ամրագրելուն, իսկ մնացած այն պայմանները, որոնք որ ամրագրված էին, էլի միտված լինելով կոնկրետ որոշակի ռիսկերի նվազեցմանը, ես նախորդ խոսքիս մեջ նշեցի, օրինակ տոկոսների, գնահատման հաշվետվությունների եւ այլնի մասին։ Նկատի ունեմ օրինակ հնարավոր է ինչ որ հաշվարկների հիման վրա մեկ այլ թոշակառուին բանկը օրինակ ամիսը 100,000 դրամ տա, մեկ այլ պարագայում 50,000 դրամ տա ամիսը, ինչ որ ճկուն է կախված արժեքի գնից, բնակավայրը թե որտեղ է։ Միանշանակ դա լինելու է տատանվող, այսինքն չի կարող լինել ֆիքսված եւ մեկ լուծում բոլոր տարբերակների համար, որովհետեւ այո, անշարժ գույքի շուկայական արժեքները տարբերվում են կախված նրանից, թե որտեղ են դրանք գտնվում, ինչ վիճակում են դրանք գտնվում եւ նաեւ, ինչպես ասացի, կարող է կապված լինել նրանից, թե օրինակ 63 տարեկան քաղաքացի է դիմում նման վարկային պայմանագիր կնքելու, թե օրինակ 80, այսինքն ակնհայտ է, որ այստեղ պետք է որոշակի հաշվարկային մեխանիզմներ հիմքում դրվեն եւ ըստ այդմ ներկայացվի արդեն առաջարկը քաղաքացին եթե կհամաձայնվի կընդունի բնականաբար կնքի պայմանագիրը, եթե պայմանները չեն բավարարի եւ դժգոհ կլինի, բնականաբար կհրաժարվի պայմանագիրը կնքելուց, այսինքն անգամ այն փուլում, երբ որ քաղաքացին գնացել է, հետաքրքրվել է եւ process-ը սկսել է, դա չի նշանակում, որ պարտավորվածություն կա այն պայմաններով, որ պայմաններով բանկը առաջարկ է ներկայացնում կնքելու այդ պայմանագիրը։ Քանի որ խոսեցինք, որ շուկան ազատ է թողնված, վստահաբար կլինեն բանկեր, որոնք տարբեր առաջարկներ կներկայացնեն, ճկուն ավելի կլինեն եւ քաղաքացին կարող է մեկ կամ մի քանի բանկից հետաքրքրվել, վերջնականում ընտրել այն, ինչ իրեն հարմար է, ճիշտ եմ հասկանում։ Ինչպես օրինակ ներկայիս վարկային պայմանագրերի դեպքում, որ կա տարբեր բանկային պրոդուկտներ, տարբեր բանկեր տարբեր տոկոսադրույքներ են օրինակ առաջարկում եւ քաղաքացին ինքն է ընտրում, թե որ բանկի հետ մտնի իրավահարաբերությունների մեջ։ Իսկ այդ պայմանագրի ժամկետը տարի կա սահմանված, թե մինչև մարդու մահը այդպես է նշվում։ Տարի սահմանված չի, գաղափարախոսությունը կանում էր նրանում, որ պետք է հնարավորություն ստեղծել ապահովելու մինչև անձի քաղաքացու մահը բարբերական այդ վճարումները ստանալու, դա էլի կախված կլինի կարծում եմ պայմանագրային հարաբերություններից եւ պայմանագրային դրույթներից, ինչպես նշեցի, այս բալանսը պահելու համար, որպեսզի պայմանագիրը որևիցե կետում չխզվի, մենք նաեւ նախագծով ամրագրել ենք ապահովագրության ինստիտուտի առկայությունը, որպեսզի հնարավոր լինի ապահովել մինչև անձի կյանքի վերջ այդ վճարումների իրականացումը բանկից քաղաքացուն։ Վստահ եմ, որ սա քննարկվել է նաև բանկերի հետ, ինձ հետաքրքիր է բանկերից ինչ արձագանք կա, ի վերջո բանկի շահը վերջնականում որն է։ Նախագիծը բնականաբար քննարկվել է բանկերի միության հետ, քննարկել ենք նաև կենտրոնական բանկի մեր գործընկերների հետ։ Այս պրոդուկտի նկատմամբ հետաքրքրությունը արձանագրվել է, այսինքն բանկերը հետաքրքրված են եղել նմանատիպ պրոդուկտ ստեղծելու եւ ապագայում պայմանագրեր կնքելու։ Բանկի շահը
Տեսեք, յուրաքանչյուր պարագայում, եթե խոսքը պայմանագրի մասին է եւ չասենք միայն բանկ, ցանկացած երկու սուբյեկտի մեջ եթե կա պայմանագրային հարաբերություններ, բնականաբար երկուսն էլ պետք է ունենան որոշակի շահեր, որոշակի իրավունքներ եւ պարտականություններ։ Հետևաբար, եթե բանկերը այսօր էլ օրինակ կուզանամ մի հատ համեմատական անցկացնեմ, ենթադրենք ես վարկային պայմանագիր եմ կնքում, ուզում եմ ձեռք բերեմ անշարժ գույք եւ այդ անշարժ գույքը ձեռք բերելու համար գումար եմ վերցնում բանկից եւ գրավադրում եմ անշարժ գույքը ի ապահովման իմ պարտքի։ Այսինքն ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ այն փուլից սկսած, երբ ես կսկսեմ իմ պարտավորությունները չկատարել, բանկը հնարավորություն է ունենում այդ գույքը բռնագանձելու, դա կլինի արտադատական կարգով, ինչը մեր օրենսդրությունը թույլ է տալիս, թե դատական կարգով, բռնագանձելու այդ անշարժ գույքը պարտքի դիմաց։ Եվ որպես այդպեսին կա երկու մեխանիզմ, կամ այդ գույքը մնում է ի սեփականություն բանկին, այսինքն բանկը ամեն դեպքում իր պարտավորությունների կատարումը ապահովում է, քանի որ այստեղ ոչ միայն մայր գումարի մասին է, չէ, խոսքը նաև տոկոսների մասին է, այսինքն բանկը բնականաբար տոկոսների տեսքով շահույթ է ստանալու։ Կամ օրինակ օտարում է այդ գույքը եւ արդեն ստացած գումարը իր մայր գումարը եւ տոկոսները պահում է իրեն, եթե կա ավելցուկ վերադարձնում է քաղաքացուն։ Հիմա նույն մեխանիզմը գործելու է այստեղ, մի տարբերությամբ, որ այս պարտավորությունները կատարվելու են մի փոքր ավելի երկարաձգված ժամանակահատված հետո, այսինքն ոչ թե յուրաքանչյուր ամիս պայմանագիրը կնքելուց հետո, այլ այն պահից, երբ քաղաքացին կմահանա։ Եվ եթե հանկարծ բանկը իր պարտավորությունները չի կատարում կամ ֆինանսական կազմակերպությունը ամեն դեպքում լուծարվում է, միավորվում է այլ կառույցի, նման դեպքում ինչ լուծումներ են։ Տեսեք, անձի մահի դեպքում պարտավորությունները չկատարել հնարավոր չի, որովհետև այդ գույքը արդեն անշարժ գույքը ապահովում է պարտավորությունների կատարումը եւ դա նշանակում է, որ բանկը այսպես թե այնպես այդ գույքը այդ փուլից կարողանալու է տնօրինել։ Չէ, մինչև այդ նկատի ունեմ։ Դե մինչև այդ պարտավորությունները հենց ամբողջ տրամաբանությունը այն է, որ պարտավորությունները կուտակվում են տարի տարվա վրա, սակայն այդ պայմանագրի գործողության ընթացքում մինչև անձի մահը վճարում կատարելու պարտականություն քաղաքացին չի ունենում։ Հենց դրանով է այս պրոդուկտի հետաքրքրությունը եւ նորարարությունը շուկայում։ Շատ լավ, լրագրողներից հարցեր կան, ով կկարողանա իրականում օգտվել հետադարձ հիպոթեկից Հայաստանում եւ ինչ սահմանափակումներ են նախատեսվում, օրինակ տարիքային սահմանափակումներ, անշարժ գույքի տեսակ, բնակարանի նկատմամբ պահանջներ, սեփականատիրոջ կարգավիճակ։ Կկարողանան օգտվել այն քաղաքացիները, որոնք հասել են կենսաթոշակային տարիքի եւ այո, շինության նկատմամբ եւս կան հստակ պահանջներ, խոսքը բնակելի նշանակության շինությունների մասին է, որը պետք է պարտադիր սեփականության իրավունքով պատկանի այն քաղաքացուն, որը ցանկանում է կնքել հետադարձ հիպոթեկի պայմանագիր։ Նշեմ նաեւ, որ եթե գույքը պատկանում է ամուսիններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով, նախագծով ամրագրված է, որ պարտադիր երկուսն էլ պետք է հասած լինեն կենսաթոշակային տարիքի եւ այդ գույքը պետք է գրանցված լինի որպես ամուսնու բացառիկ սեփականության իրավունք, որպեսզի ամուսիններից մեկի մահից հետո պայմանագրային հարաբերությունները կարողանան սահուն կերպով շարունակվել մինչեւ մյուս ամուսնու մահը։ Այսինքն պարտադիր չի միայնակ թոշակառու լինել, կարող են լինել իհարկե ամուսիններ եւ իրենք ուղղակի պետք է երկուսն էլ հանդիսանան պայմանագրի կողմ եւ երկուսն էլ լինել թոշակառուներ։ Ինձ հետաքրքիր է քաղաքացիներից այս ընթացքում արձագանքներ կան, հետաքրքրում է պրոդուկտը, չգիտեմ։ Եղել են գործնականում դիմումներ այ բացառիկ սեփականության իրավունքի գրանցման հետ կապված, քաղաքացիները երևի իրազեկված լինելով նախագծի մասին, անգամ եկել են փաստացի դեռևս օրենքը չընդունված դիմումներ են ներկայացրել եւ դժգոհել են ինչի չեն գրանցում մեր իրավունքները, մենք էլ բացատրել ենք, որ դեռևս սա նախագծի փուլում է, պետք է ընդունվի եւ ուժի մեջ մտնի օրենքը։ Հետադարձ հիպոթեկի հետ կապված ունեցել ենք ուղղակի քննարկումներ, արձագանքներ, այսինքն տեղադրված է եղել նախագիծը հանրային քննարկումների հարթակում, եղել են թե դրական, թե բացասական արձագանքներ, սակայն կարծում եմ, որ երբ կյանքի կոչվի նախագիծը, պետք է որ շահառուների շրջանակը գնալով ավելանա, իհարկե նորարարություն է բնականաբար չենք սպասում, որ մի անգամից հենց օրենքը ընդունվեց, պետք է ակտիվ բոլորը գնան դիմեն հետադարձ հիպոթեկի պայմանագիր կնքելուն, բայց կարծում եմ, որ ժամանակի ընթացքում պետք է որ այս պրոդուկտը իրեն արդարացնի եւ հետաքրքրի ավելի շատ։ Իսկ միջազգային փորձը ինչ է ցույց տալիս, որ երկրներում են ավելի շատ։ Մենք հենց միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում ենք եկել այս նախագիծը հեղինակելու գաղափարին,
Հիմնականում տարածված է անգլոսաքսոնական երկրներում, Ամերիկայում, Կանադայում, լայնորեն կիրառություն ունի եւ հետաքրքրության շրջանակ ունի բնականաբար։ Շատ լավ, այստեղ երաշխիքներից է հարց տրվում, կարծես մենք անդրադարձանք, եթե ունեք ավելացնելու, ինչ երաշխիքներ կունենան բնակարանի տարեց սեփականատերը, որպեսզի կյանքի ընթացքում չկորցնի բնակարանը, կարծես ներկայացրեցինք։ Սա միանշանակ է, սակայն մի հատ էլ երևի շեշտադրեմ, որովհետև կարծում եմ կարևոր հարցադրում է։ Սա սևով սպիտակի վրա գրված դրույթ է, որ կյանքի ընթացքում քաղաքացին սեփականության իրավունքը չի կորցնում։ Հենց դրանով էլ սա նոր ինստիտուտ էր քաղաքացիական իրավահարաբերություններում, որը առավել ապահովում է սեփականատիրոջ իրավունքները իր կենդանության օրոք։ Շատ լավ, ինչ կլինի բնակարանի հետ վարկառուի մահից հետո եւ ինչ իրավունքներ կունենան ժառանգները, կկարողանան արդյոք երեխաները հետ գնել բնակարանը, ինչ կլինի, եթե պարտքը մեծանա եւ ում կհասնի բնակարանի արժեքի ու պարտքի տարբերությունը։ Վերջից սկսեմ, նախագծով ամրագրել ենք, որ պարտքը չի կարող գերազանցել գույքի շուկայական արժեքը, այսինքն ենթադրենք անձը մահացավ, գույքը այդ փուլում պետք է նորից շուկայական գնահատման ենթարկվի, որովհետև բնականաբար օրինակ 10-15 տարվա մեջ գույքի արժեքը կարող է տատանվել շուկայում։ Հետևաբար, երբ որ կսկսվի արդեն այդ պարտքերի մարման process-ը, պետք է այդ փուլում գնահատվի, թե գրավադրված գույքը ինչ շուկայական արժեք ունի։ Այսինքն նախագծով հստակ ամրագրված է, որ չի կարող լինել պարտքի մեծացում եւ բեռի ավելացում իրավահաջորդների վրա։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք իրավահաջորդները կարող են ձեռք բերել, այո, կարող են ձեռք բերել, անձի մահից հետո 6-ամսյա ժամկետում իրավահաջորդներին ժամանակ է տրված գալու, ծանոթանալու, մարելու այն պարտքերը, որոնք որ ունեցել է իրենց իրավանախորդը եւ ըստ էության այդ գույքը որպես ժառանգության զանգված, որպես ժառանգություն ձեռք բերելու։ Մեկ այլ սցենար էլ կարող է լինել, օրինակ անձը մահանում է ավելի շուտ, քան պայմանագրային հարաբերությունների հաշվարկի հիմքում է դրված եղել իր կյանքի ժամանակաշրջանը եւ այդ դեպքում էլ բանկը արդեն պարտավորվում է այն գումարի տարբերությունը, ավելցուկը, որը որ մնում է անշարժ գույքի իրացումից հետո, այսինքն պարտքերը վերցրեց, ամբողջ գումարից հանեց իրեն հասանելիքը, իր պարտավորությունները մարվեց, մնացած գումարը պարտադիր հասնում է իրավահաջորդներին, այսինքն այստեղ որևիցե մեկի իրավունքները չեն կարող նաև խախտվել այս փուլում եւս։ Նախագիծը հիմա ազգային ժողովում է, հաջորդիվ ինչ ընթացակարգ է նախատեսված եւ գործնականում արդեն երբ կարող են քաղաքացիները օգտվել, եթե ցանկություն կա։ Նախագիծը ազգային ժողովի կողմից ընդունվել է առաջին ընթերցմամբ, նախատեսվում է երկրորդ ընթերցումը իրականացնել այս մոտակա օրերի ընթացքում եւ եթե կողմ քվեարկեն եւ նախագիծը ընդունվի, ապա ուժի մեջ մտնելու ժամկետը նախատեսել ենք 2027 թվականի հունվարի 1-ը։ Մենք սկզբում ավելի վաղ ժամկետ էինք դրել, հետո ազգային ժողովի գործընկերների հետ քննարկման արդյունքում որոշեցինք մի փոքր ավելի հետաձգել, որպեսզի հնարավորություն լինի այդ ընթացքում նաեւ կատարելու այն մնացած աշխատանքները, որոնք որ անհրաժեշտ կլինեն արդեն գործնականում կյանքի կոչել նախագծի կարգավորումները։ Մի փոքր դժվարանամ ասել, թե օրինակ երբ կտեսնենք մենք առաջին հետադարձ իպոթեկի վարկային պայմանագիրը կնքված եւ գրանցված կադաստրի կոմիտեում, սակայն բնականաբար կհետևենք, որովհետեւ մեզ համար շատ հետաքրքիր կլինի նաեւ դատայի հավաքագրումը եւ եթե լինեն օրինակ որոշակի խնդիրներ, նաեւ ճշգրտումներ իրականացնելը նախագծում, բարեփոխումներ անելը եւ այլն։ Իսկ մինչ հունվարի 1-ը, եթե ազգային ժողովն ընդունի, բանկերի հետ աշխատանք է նախատեսված այդ փաստաթղթերի դրույթների ամրագրում։ Այո, բանկերի հետ աշխատանքներ ենք նախատեսում, որպեսզի հասկանանք, թե գործնականում այս պրոդուկտի ստեղծման եւ իրականացման համար ինչ աշխատանքներ է պետք անել, որպեսզի օրենք արդեն ուժի մեջ մտնելու ժամանակ ավելի պատրաստված վիճակում լինի։ Իսկ հետաքրքիր է գործնականում, երբ որ արդեն ուժի մեջ մտնի, վստահ եմ, որ տեսականից այդ երբ որ գործնականում լինում է, այլ խնդիրներ են, չէ՞, վերհանվում։ Հնարավոր կլինի, օրինակ, չգիտեմ, այս նախաձեռնությունը շտկվի, ժամանակաժամանակ բարելավվի։ Իհարկե, իրականում օրենսդրությունը հենց այդպես էլ զարգանում է, այսինքն մենք երևի թե չեն կարող գտնել թեկուզ մեկ իրավական ակտ, որը որ այսպես լայնածավալ անձանց իրավունքներին է առնչվում եւ բարեփոխումների փոփոխությունների չի ենթարկվում,
խոսքը նաև այս նախագծի մասին է, գործնականում եթե ի հայտ կգան որոշակի շտկումներ, ճշգրտումներ անելու կարիքներ, դրանք կգույքագրվեն եւ նախագիծը կլրամշակվի ըստ դրա։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Այս մասով հարցերը սպառվեցին, եթե դուք հավելելու բան ունեք այս թեմայի հետ կապված, մեկ էլ պիտի խնդրեմ, եթե ժամանակ ունենք, նաև անդրադառնանք քարտեզներին, հա, կարևոր փոփոխություն է նախատեսվում եւ քաղաքացիներից կարծես ավելի շատ հետաքրքրվածություն կա, կմանրամասնեք։ Բավականին տարածված խնդիր է կադաստրային քարտեզներում տեղ գտած սխալները եւ քաղաքացիները ցավոք այս հարցին բախվում են գրեթե ամենօրյա ռեժիմով եւ մենք փորձել ենք որոշակի բարեփոխումներ իրականացնել օրենսդրական մակարդակում, որպեսզի հնարավորինս պարզեցնենք այն գործընթացը, որի միջով քաղաքացին անցնում է, որպեսզի կարողանա ստանալ իր դիմումի դրական պատասխանը։ Եթե փորձեմ կարճ ներկայացնեմ, ներկայումս կան կարգավորումներ, թե կադաստրային քարտեզների սխալները ինչպես են ուղղվում, դրանք կառավարության որոշման մակարդակում են եւ այսպես մի փոքր բազմափուլ process է նկարագրված, քաղաքացին իրականացնում է չափագրություն, այսինքն պատվիրում է որակավորված անձից չափագրություն, հետո հատակագիծը հաստատում է, տանում է հաստատելու համայնքի կողմից, հետո եթե պարզվում է, որ քարտեզի ուղղման հետ կապված առաջանում են նաև օրինակ հարևան հողամասերի որոշակի համադրումներ, որոշակի փոփոխություններ եւ այլն, պետք է նաև ստանա բոլոր այդ հողամասերի, բոլոր գրանցված իրավունքներ ունեցող անձանց համաձայնությունները, ինչը շատ հաճախ գործնականում անիրատեսական է լինում, որտեղ օրինակ հարևանը արտերկրում է բնակվում, կապի չի եւ հնարավոր չի վերջինիս գտնել, հարևանը մահացել է, ժառանգներ չկան, իրավահաջորդներ չկան եւ ինչ է ստացվում, որ քաղաքացին գալիս դիմում է կադաստրի կոմիտե, լինելով իրավաչափ պահանջի տեր, չի կարողանում ստանալ բավարարում վարչական վարույթի ընթացքում, որովհետև վարչական մարմնի ձեռքերը կապված են այսօրվա կարգավորումներով առ այն, որ այս բոլոր փուլերը պետք է անցած լինես, իսկ բոլոր փաստաթղթերը ներկայացրած լինես։ Եվ վերջում ստիպված քաղաքացիները դիմում են դատական պաշտպանության, պարտավորեցնելով կատարել այդ ուղումները։ Մենք բարձրացրել ենք կարգավորումների մակարդակը, օրենքի մակարդակ եւ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով ամրագրել ենք վարչարության նոր տեսակ եւ այստեղ մի քանի հեշտացնող մեխանիզմներ ենք նաեւ նախատեսել այս process-ի համար։ Օրինակ, ասում ենք, որ եթե դու չես կարողանում բերել հարևան հողամասերի համաձայնությունները, բայց կադաստրի կոմիտեն իրականացնում է վարչական վարույթ։ Վարչական վարույթի ընթացքում հավաքագրում է հնարավոր բոլոր փաստական հանգամանքները։ Մենք ունենք նաև անշարժ գույքերի կադաստրային գործերը, որոնք որ ներկայացնում են պատմությունը գույքի։ Ենթադրեք տեսնում ենք, որ գույքը ծնված օրվանից, կառուցման օրվանից հենց հողամասի սահմանով, օրինակ Պարիսպ կամ շինության պատ է անցնում։ Հետևաբար, եթե մենք ուղում ենք եւ մենք ունենք նաեւ օրթոլուսանկարներ, արբանյակային լուսանկարներ, հետևաբար եթե կադաստրային քարտեզի շեղումը ուղվում է, գալիս է ընկնում է իր տեղում եւ ընդհանրապես կադաստրային քարտեզում առաջանում է իրականության մեջ չէ, առաջանում է համադրում հարևան հողամասի հետ, մենք այս մասով հստակ ամրագրել ենք, որ կարող է համաձայնությունը բացակայել, որովհետեւ ակնհայտ է, որ բոլոր փաստական իրավական հիմքերը առկա են ձեր դիմումը բավարարելու համար, կամ նույն մահացած անձանց մասով որոշակի ժամկետ ենք ամրագրել, օրինակ 8 ամիս հետո մահից, ինչի 8 ամիս, որտեղ օրենքը 6 ամիս թույլ է տալիս, որ ժառանգությունը ընդունվի եւ եւս 2 ամիս, որտեղ կարող են ինչ-որ խնդիրներ առաջանալ եւ ժառանգները ի հայտ գալ։ 8 ամիս հետո էլի այն իրավիճակում, երբ կադաստրի կոմիտեն բազմակողմանի վարույթը իրականացնում է եւ տեսնում է, որ բավարար հիմքեր կան կադաստրային քարտեզի ուղումը անելու, բավարարում է դիմումը եւ անկախ նրանից, թե համաձայնությունները առկա են, թե համաձայնությունները առկա չեն։ Կարող է լինել նաեւ այլ դեպք, հարևանը կա, գոյություն ունի, ուղղակի չի տալիս համաձայնությունը։ Եվ հաճախ ես կարծում եմ, որ գործնականում սա գալիս է նաև այն խնդրից, որ քաղաքացիները չեն կարողանում պարզ պատկերացնել, թե իրենցից ինչ համաձայնություն են ուզում։ Եվ օրինակ այդ վարչական վարույթի ամրագրումը օրենքով հնարավորություն կտա կադաստրի կոմիտեին կանչել շահագրգիռ անձանց, ներկայացնել, բացատրել նույն օրթոլուսանկարների, կադաստրային քարտեզի, էլեկտրոնային կադաստրային քարտեզի վրա, թե ինչ խնդիր ենք լուծում եւ հիմնավորել, որ հարգելի քաղաքացի քո իրավունքները միանշանակ չեն ոտնահարվում։
Եվ կարծում եմ, որ նաև մենք դատական վեճերի քանակն էլ հնարավորություն կունենանք նվազեցնելու այս արտադատական վարչարական մեխանիզմների ամրագրմամբ։ Սա մեծ թվով քաղաքացիների է առնչվում է։ Բավականին մեծ թվով քաղաքացիների է առնչվում, այո, որովհետև խնդիրները առաջացել են առաջին պետական գրանցման աշխատանքների շրջանակներում, այսինքն երբ անշարժ առաջին անգամ սկսեց պետական գրանցման ենթարկվել եւ իրականացվեցին կադաստրային քարտեզագրման աշխատանքներ, դրանք 90-ականների վերջ 2000-ականների սկզբներն էին եւ որոշ դեպքերում օրինակ այն սարքավորումները, որոնք որ օգտագործվել էին, չէին ապահովում այդ ճշգրտությունը, գեոդեզիական համակարգը այլեր եւ այլն եւ այլն։ Եվ այսօր այդ քարտեզները երբ տեղափոխվում են էլեկտրոնային միջավայր եւ վարվում են համատեղ, օբյեկտիվորեն բացահայտվում են խնդիրներ, որոնք որ կարող են երևի թե ցանկացած քաղաքացու կյանքում տեղ գտնել, ով ունի 2000-ականների սկզբներին իրականացրած պետական գրանցումներ, այսինքն խոսքը այդքան չի վերաբերում նոր պետական գրանցումների, նոր ստեղծված անշարժ գույքերին, բայց այո, առաջի պետական գրանցման աշխատանքները անցած գույքերի մասով բավականին մասսայական խնդիր ենք փորձում լուծել։ Իսկ սա հիմա ինչ փուլում է։ Սա եւս առաջին ընթերցումն ընդունվել է ազգային ժողովի կողմից եւ մոտ օրերս նախատեսվում է, որ կանցնի երկրորդ ընթերցում, դրական քվեարկելու դեպքում 30 ժամկետում կմտնի ուժի մեջ եւ արդեն քաղաքացիները հնարավորություն կունենան գալ դիմել իրենց խնդիրներով կադաստրի կոմիտե եւ սա կարծում եմ այս նախագիծը ցույց է տալիս, որ պետությունը իրականում ստանձնել է իր պարտականությունը հեշտացնելու վարչահարությունը, ավելի դյուրացնելու այս ընթացքը եւ քաղաքացուն չտանելու բերելու տարբեր օրինակ մարմիններ, տարբեր հարևանների դռներ, այլ անհրաժեշտության դեպքում ինքը որպես վարչարար հավաքելու, համակարգելու process-ը եւ ձեռք բերելու այն ամենը, ինչը անհրաժեշտ է այս process-ը եզրափակելու համար։ Այսինքն մինչև տարվա վերջ գործնականում հնարավոր կլինի արդեն որ քաղաքացիները օգտվեն։ Շատ շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար, հասցրելու բառներ։ Չունեմ, շնորհակալ եմ շատ։ Ձեր գործերին հաջողություն, մրտենք։